Բարի օր սիրելի երոստատիտող, այսօր պատրաստելու ենք իսկական տաբուլեն, ինչ եմ ասում իսկական, որովհետև տաբուլեն իր ձախումով ինքը արևելյան երկրներից է եկել, օրինակ Լիբանան կամ Սիրիա, եւ ինքը պատրաստվում է մի քանի օրենքներով, որը պետք է առաջինը լինի ազատ կեղը կամ մաղադանոս ամենաշատ ու շատ մանր կտրատած ու մի տետև կանաչ անանուխ ավելացած իրար վրա լոլիկը եւ սոխը մանր պետք է կտրատենք եւ ամենակարևորը լիմոնի հյութը արատ կթնենք ու այնտեղ ցիտապտղի ցետը եւ աղնա ավելանալու ինչ եմ ասում ես ամենը որովհետեւ Հայաստանում ես ապրում եմ արդեն մոտավոր 14-15 տարի է ու տեսել եմ որ տաբուլեն մի քիչ ուրիշ ենք պատրաստում այսինքն մի քիչ տոմատի մածուկ ենք դնում մի քիչ ջուր ենք ավելացնում եւ այլն, բայց իրականում իսկական տաբուլեն տենց չպատրաստվում։ Էնի ոնց որ եղել է մեր հայկական իջի եւ տաբուլեի մեջտեղ ինչ որ ուտելիք, որը ունեցել ենք հայկական տաբուլե։ Բայց եթե ուզում ենք իրական տաբուլեն պատրաստենք, այսօր ինձ նայում եք ու տեսնում եք ոնց է պատրաստվում։ Բայց մեր հայկական տուներում կարա լինի եւ իսկական տաբուլեն եւ հայկական տաբուլեն, որովհետեւ մեկը հայկական տաբուլեն էլ է շաթամով, այսինքն բայց ինքը արդեն ուրիշ ուտեստ է, քանի որ ինքը ոնց որ բլղուրը շատ է, տոմատի սոսը շատ է, ինքը ավելի դառնում է մի քիչ ծանր եւ ավելի կարող է ինչ որ սրտի վրա նստող է, իսկ այս տեսակ տաբուլեն կանաչին է շատ ու ինքը շատ թեթև է։ Այսօր պատրաստելու ենք իսկական տաբուլեն։ Մեզ հարկավոր է 2-ից 3 կապ ազատ կեղ կամ մաղդանոս, 2 հատ լոլիկ, բզդիկ փունջ, կանաչ անանուխ, մի հատ խոջուջ մարոլ, մի հատ մեծ սոխ, մի հատ լիմոն, 2-ից 3 հատ կանաչ սոխ։ Օգտագործելու ենք մանր բլղուր, օգտագործելու ենք աղ, չորացած անանուխ եւ ցիտապտղի ցետ։ Հիմա ոնց ենք սկսում։ Իրականում մենք ազատ կեղը կամ մաղադանոսը հադիկ առ հադիկ վերցրել ենք մաքրել ենք ու ես արդեն մի հատ դենց ռեզինով կապեր եմ, որպեսզի բոչերը եւ այլն հավասար եմ սիրում դրա համար։ Իրականում ես գոթի մասերը հանում եմ, որովհետեւ սիրում եմ այդ կարծր մասերը չի լինի մեր տաբուլեին ու արդեն սկսում ենք կտրատել։ Կարող ենք մի թեթև կողքերից հավաքել ու սկսել կտրատելու։ Ինչքան մանր այնքան լավ, բայց գիտեմ որ ամեն մարդ չէ որ կարողանում մաղդանոսը կամ ազատ կեղը մանր կտրատել, սո այսպես մանր պետքա կտրատենք։ Ամեն մեկ մի 2 րոպեն կարող եք իդ հավաքել ձեր ցերքի մեջ, որպեսզի կոնտրոլը պահեք։ Ու այսպես։ Ու շատ կարևոր է որ մաղդանոսը կտրատածնից չի մերցնենք կանաչին, իսկ ինչսել է չի մերցնենք կանաչին, այսինքն իրան դենց ջզմելով չկտրատենք, կամ օրինակ կտրատելուց հետո սենց վրայով չանցնենք, որովհետև դենց մեր մաղդանոսի դերևները գմերնին ու հետո չենք կստանա այդ վոլյումով կամ սենց թափով տաբուլեն։ Ու իրականում տաբուլեն պետք է լինի թափով։ Հավաքում եմ ցերքիս մեջ ու շարունակում եմ կտրատել։ Ես բզդիկ էի, ամեն դուն, ամեն աղջիկ պետք է իմանար մաղդանոս կտրատել, սկսել ճիշտ մաքրելուց, ճիշտ հավաքելուց, ճիշտ պատաթելուց եւ մանրացնելուց։ Տենց չէին հարց տա, եթե մաղդանոս մանրացնել չգիտեիք։ Տեսակ հիմա ինչքան հեշտացել է կյանքը։ Ես չգիտեմ, եթե նոր հարցեր նայում են ինձ հիմա, կարող եք ամեն բարակայ սորվիլ, որպեսզի ձեր ըսկեսունին դիմացը հպարտանաք։ Okay, մոդավոր արդեն իմացակ, դե ինձ սիրելիներս մաղդանոս արդեն կտրատել ենք, կարող ենք ավելացնել մեր մեծ թասի մեջ, կամ մեծ ափսեի մեջ, կամ մեծ բոլի մեջ, որովհետև հետո ամեն մեկ ապրանքը, որ պետք է կտրատենք, ավելացնենք։ Իսկ խուջուջ մարոլը զարդարանքի համար է կամ ավելի ճիշտը ափսեի 4 կողմը տնելու։ Մեկ-մեկ եղել է որ օրինակ արևելյան երկրներում կամ նույնիսկ հայերը, ովքեր որ ապրել են ավելի Middle East-ում,
Ընդհանրապես տենց խոճուճ մարոլով կամ ինչ-որ ուրիշ տեսակ մարոլներով բադար են անում թապուլեն ու ուտում են։ Իրականում շատ համով է լինում եւ շատ առողջարար է, քանի որ հաց չես օգտագործում եւ կանաչով ես ուտում։ Ահա։ Այստեղ մի հատ մաքրենք սավայով ու հետ վերադառնանք։ Հիմա անուխներն եմ կդրատելու։ Դե անուխները անշուշտ տերևները պետքա առանձնացնեմ, մինչ առանձնացրելս արդեն ցեզի վստահ մի հետաքրքիր նոր պատմություն կպատմեմ, գիտեմ։ Ես թաբուլեին հետ իրականում ինչ եմ սիրում ուտել, կամ հումուս եմ սիրում, կամ մութաբալ, կամ որևէ մեկ բորագի տեսակ պանիրով, ինքը շատ է սազում։ Եվ ամենասիրածս հավի chicken taouk-ն է, որը արևելյան երկիրներում ինքը ուղղակի մի քանի համեմունքով եւ marination-ով է պատրաստվում, որ ինքը դառնում է շատ հյութալի, շատ համով ու հետաքրքիր համեմունք է վրան ավելանում։ Իրականում տենց չէ, որ շատ օտար համեմունքներ են, բայց օրինակ մի քիչ քիմոն, մի քիչ պղբեղ, մի քիչ սխտոր եւ այլն։ Բայց եթե գուզեք, մի օր ցեզի կպատրաստեմ չերոցում, այսինքն դան պայմաններում ոնց է պատրաստվում։ Եթե ուզում եք շատ, կարող եք մեր այս հաղորդման YouTube-յան հաղորդման տակ երևի, գրեք, այո, շատ ենք ուզում, ու մենք կտեսնենք, եթե շատ եք ուզում, կպատրաստենք։ Մենք քանի որ ծեր ցանկությունները միշտ իրականացնում ենք։ Այստեղ ունեմ ես պրոդյուսերներ, որոնք ամեն մեկ ծեր նամակը հասցնում են ինձ ու ասում են, այսինքն մենք այնքան ընկերվարական հաղորդում ենք, որ դուք չեք հավատա։ Ամեն ինչ լսում ենք եւ ամեն ինչ ծեր ցանկությունները իրականացնում ենք։ Անուխները սենց ենք անում, մի տեթև կոնտրոլ պահում ենք ու արդեն մանրացնում ենք։ Շատ կարևոր է թաբուլեին մեջ կանաչ անուխը։ Հետո չասեք շաղիկը չասեց։ Ինքը ուրիշ տեսակի թարմություն է տալիս։ Ավելացնում եմ թաբուլեի վրա, չէ, ավելի ճիշտ է միան մաղդանոս կաթեր, ավելացնում եմ ազատկեղի եւ մաղդանոսի վրա։ Անցնում ենք կանաչ սոխին, կանաչ սոխը օպշնալ է, իրականում օթենտիկ թաբուլեին մեջը պայման չէ տնեք, բայց ես սիրում եմ 2-ից 3 հատ տենց տնեմ, սենց հետաքրքիր համա տալիս, քանի որ հիմա բարձ սոխել ենք տնելու, բայց կանաչ սոխը սենց հետաքրքիր համա տալիս։ Բայց հանգարց կանաչ համեմ չի տնեք, կնեղանամ ցեզանից։ Թաբուլեին մեջ չի կարելի կանաչ համեմ։ Սոխն էլ տրեցինք։ Էդ ինչ ես նկարում վերևից։ Իրականում թաբուլեն հեշտ է, բայց մի տեթև կորձ է, որովհետև ամեն ինչ մարացնել է պետք։ Ու ես սիրում եմ թաբուլեն ընդհանրապես մի քանի հոգեով պատրաստել, ինձ համար հավես է, օրինակ պիկնիկների կամ ինչ-որ մի տեղ կամ սենց հավաքույթ եք անում, կամ օրինակ բարբեկյու դեյ է, խորովածի օր է։ Շատ եմ սիրում, որովհետև մեկը լոլիկն է մարացնում, մեկը սոխն է մարացնում, մեկը ազատկեղն է մարացնում, գիտեմ որ ազատկեղը կամ մաղդանոսը այդ մարդուն են տալիս, որ ինքը լավ մարացնում է։ Բայց իմ համար շատ հետաքրքիր է, սենց հավեսով մեկը մույսին հետ պատրաստում է ու արդեն հետո ունենում ենք մի հատ թթու համով թաբուլե։ Լոլիկները այս մասերը հանում եմ, որ հանկիստ կտրատենք։ Լոլիկը շատ մանր ենք կտրատում ու թաբուլեին մեջը լոլիկ շատ չենք տնում ու հետո վերջում, երբ որ թրեցինք մի թեթև, վերջում վերջավորության վրան ենք տնում, այսինքն երբ որ պետք է ուտենք, այն ժամանակ խառնում ենք։ Դրա համար ես հիմա սլայսներ եմ անելու ու հետո որպեսի փարակ կտրատենք։ Ինչ եմ ասում սլայս, որովհետև այսպես պետք է բացեմ ծեր դիմաց, տեսնեք ինքը շատ փարակ է ու հետո բզդի քարագուսիների վերածենք։ Այսպես մանր։ Հետո արդեն կտրատում ենք։ Հույսով եմ մոդիկից տեսնում եք ինչքան մանր եմ կտրատում, չնայած
Այստեղ օպերատորները շատ չեն մոտենում, բայց հույսով եմ նկարում են մոտիկ։ Շարունակում ենք մեր կյանքը պատմել եւ մի կողմից լոլիկները կտրատել։ Այսպես, ինքը մեկ-մեկալ լինում է, որ եթե ուզում եք gluten free լինի, կինոայով եք պատրաստում տաբուլեն, այսինքն այդ մարդիկը, որ այդ խնդիրը ունեն կամ բլղուր չեն կարող ուտել, կարող են փոխարինել բլղուրը կինոայով։ Բայց իմ համար բլղուրը շատ օգտակար մթերք է, անպայման պետք է իրան ավելացնենք մեր դայեթի մեջ։ Արացնում ենք ու շարունակում ենք։ Մեկ էլ սոխը շատ կարևոր է։ Ես ընդհանրապես սպիտակ սոխ եմ օգտագործում տաբուլեին, քանի որ գիտեք, որ ես կարմիր սոխի սիրահար եմ, բայց տաբուլեին սպիտակն եմ անում օրենքով։ Ու պետքա չի թրջել բլղուրը։ Հիմա օրինակ ես հիմա պատրաստած ժամանակս դուք կտեսնեք, ես վերջի վարքյանին լեմոնը կքմեմ ու լեմոնը կավելացնեմ բլղուրի վրա, վերջի վարքյանին։ Ու մի հատ լավ կխառնեմ ու հետո կավելացնեմ ընդհանուր տաբուլեի վրա։ Տենց բլղուրը քաշած կլա այդ լիմոնի համը, ու ինքը դառնում է ավելի թթու ու արդեն վերջի վարքյան ինքը պետքա մնա մի քիչ խրխտան։ Ինձ շատ են հարցնում, օրինակ ասում են, բա բլղուրը հում է։ Ասում եմ, բայց տաբուլեի բլղուրը հում պետք է լինի։ Օրինակ, քանի որ այստեղ վարժվեր են, որ այդ ջուրը ավելացեն, մեկ էլ լինում է, որ տաք ջուր են ավելացում, այդ բլղուրը եփում է եւ ուռում է, էդի դենց չի կարելի։ Ինքը պետքա խրխտան լինի ու պետքա ինքը ագրայի տակ սկաս։ Ես այսօր շատ գաղտնիքներ ասեցի տաբուլեի մասին, հույսով եմ բոլորդ քրի կառնեք ու արդեն նկատի կունենաք քալ պատրաստելուց։ Բլղուրի իրականում ավելի ծանր է դառնում, երբ որ շատ շրոտ է լինում։ Իսկ եթե ինքը թեթև ավելացնենք կանաչիների հետ, ինքը այնքան ծանր չի լինում։ Իսկ որտեղից է եկել հայկական տաբուլեն։ Հայկական տաբուլեն եկել է իջից, հայկական իջից։ Իսկ հայկական իջը ինչ է։ Հայկական իջը պատրաստվում է միայն բլղուրից ու վերջում ավելանում է մի քիչ մաղդանոց, ազատկեղ ու կանաչ սոխ։ Բայց ընդհանուր սոխորածով է պատրաստվում իջը ու ավելանում է լոլիկի մածուկ, բղբեղի մածուկ, այսինքն այնի արդեն ավելի մոդիկ է այդ հայկական տաբուլե ասվածին։ Դրա համար մի օր էլ ցեզի երևի իջ կպատրաստեմ ու կտեսնեք ինչքան համով է հայկական իջը։ Ես իմ ռեստորանում ինքը բեսթսելեր է ու իրան ունեմ եւ հայկական իջ եւ ունեմ իրան մի հատ տահինով, որը իմպրովիզ եմ արել։ Էդի շատ են սիրում հաճախորդները ու մշտական պատվիրում են։ Ինքը լինում է մի քիչ թթվաշ, մի քիչ լոլիկի ջուրը սկալի, մի թեթև գծու եւ ես իր հետ սիրում եմ խորոված բղբեղ ուտել, թթու վարունգ ուտել ու թան խմել։ Գիտեմ, որ եթե սոված եք հիմա ձեր appetite-ը բացի, այսինքն ձեր ինչ կսային appetite, ախորժակ։ Այսինքն ձեր ախորժակը բացի, բայց ինչ անենք, մենք արդեն ախորժակ բանալիք հաղորդում ենք, չէ՞։ Մենք համով բաներ ենք պատրաստում, ցույց տալիս, սովորացնում, որպեսզի ձեր դներնալ միշտ համով լինեն։ Լոլիկն ավերջացուցի պատմեցի կյանքս։ Ահա։ Okay։ Հիմա եսի չեմ կարող ավելացնեմ ամբողջովին, մի թեթև եմ ավելացնելու, այսինքն ոնց որ այսքանը պետքա պահեմ, այսքանը ավելացնեմ։ Ավելացում եմ սոխը։ Հիմա այս լոլիկը պահում ենք ստեղ, անցում ենք լիմոնին։ Կարամ գնամ մի հատ լիլոյին նոր արած լիմոն կամիջը բերեմ կամ։ Բերեցի մեր cute լիմոնի կամիջը, կամում եմ։ Լավ լիմոնները կամեցինք,
Այս 1, այս 2։ Սակոյն չգանչեցի այս անգամ, ասի իմ ուժերիս վրա վստահ եմ, ոչինչ։ Դե ինչ, լիմոնները ունենք։ Լիմոնները ավելի ճիշտ է լիմոնի հյութը։ Այս տնեմ մեր Անուշիկ Թոնյանայի ափսեի մեջ, այնքան քույնավոր է չեմ ուզում ընդեղ դանեմ։ Դե ինչ, ունենք լիմոնը, այստեղից բերում ենք աղը, այստեղից բերում ենք անուխը, այսինքն 4 անուխը, ու ցիտաբտղից հետը։ Հիմա հրավիրում ենք աջ կողմի օպերեյթորը եւ սկսում ենք ավելացնել։ Ավելացում եմ անուխ, ես օգտագործում եմ Մարանիկի նանան։ Ու մի հատ էլ քախնիկ ասեմ, աղը շատ չենք ավելացնում ու երբ որ թաբուլեն պետք է խառնենք, վերջի վարգանը ավելանում աղ եւ այլն, որովհետեւ ինքը ինչքան մնա, այնքան գիշն է։ Սոթաբուլեն պետք է օդը մնա։ Ցիտաբտղից հետը, extra version ցիտաբտղից հետ։ Հիմա խառնում ենք։ Դե ինձ սիրելիներս, հիմա ամենայիմ սիրած մասս է, բլղուրն ենք ավելացնելու կնանք, Մարանիկից բլղուր վերցնենք ու քանք։ Մի հատ կտրում եմ։ Հիմա, քանի որ այստեղ լիմոնի հյութը արդեն պատրաստ է, ես մոտավոր օրինակ այստեղ 2-ից 3 կապ մաղդանոց կա, ես ամեն կապին 1.5 կամ 2 գտալ մաքսիմում բլղուր եմ թնում։ Այսինքն այստեղ կարանք 3 կամ 4, 2, 3 ու 4։ Շատ արագ խառնում եմ ու ավելացնում ենք։ Լավ խառնում եմ։ Եթե բլղուրը շատ եք սիրում, կարող եք մի թեթև ավելացնել, այսինքն 5-ից 6 տկալ։ Հիմա ես մի քիչ աչքի չափով եմ նայում ու տեսնում եմ, եթե 2 գտալ էլ պետք լինի, ես 2 գտալ էլ կավելացնեմ։ Բայց ամենակարևորը, որ բլղուրը ոչ շատ պետք է լինի, ոչը քիչ։ Մի թեթևս կանք, բայց մաղդանոսը ավելի լինի։ Այո, ավելացնել եմ 2 գտալ։ Որպեսի իսկամ համը պետք է մի հատ համին նայեմ։ Շատ լավն է, մի քիչ աղ։ Վաու։ Դե ինձ սիրելիներս, քանի որ մեր թաբուլեն պատրաստ է, հիմա այս մեր Անուշիկ ափսեն, որ ես սիրահարվել եմ, Թոնյանայի ափսեն։ Ստեղ թնում եմ ծայրերը, մեր խուճուճ մարորները։ Ոնց որ արևի պես պետք է բացեմ ու մեջը թնեմ մեր թաբուլեն։ Այսպես շարում ենք իրար մոտ, այսպես ավելացնում եմ ու մի հատ Անուշիկ կլոր եմ պատրաստում։ Մի հատ էլ ու հերիկա։ Տեսեք ինչ Անուշիկ է։ Ու ավելացնում ենք թաբուլեն։ Մեր բահած լոլիկները ավելացնում եմ։ Մի թեթև էլ աջ ցախ կարող ենք թնել։
Հիմա մի հատ ուզում եմ լիմոն վերցնեմ այստեղից։ Ու 2 սլայս լիմոն եմ դնելու։ Դիզայնի կարող եմ մի հատ աճ։ Դե ինձ սիրելիներս, ահա մեր համով թարմացնող տաբուլեն պատրաստ է, կարող եք ասել օթենտիկ տաբուլեն, եւ հիմա պետք է փորձենք։ Հիշացնեմ, որ չմոռանաք ամեն օր մեզ սպասել ժամը 9-ին առավոտը եւ ժամը 17:00 Կետրոն TV եթերում։ Եվ իհարկե չմոռանաք Համի Կախնիկ էջերին ֆոլո անել, լայք անել եւ Instagram-ի վրա եւ Facebook-ի վրա։ Եվ իհարկե չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին Համի Կախնիկ շաղի հետ, որպեսզի պատճ չթողնեք ոչ մի համով պաղաթադոմս։ Հիմա պետքա ուտենք։ Վաու։ Okay։ Շատ համով, թթու, հետաքրքիր, թարմացնող։ Ես գիտեմ համը, բայց ամեն վարքյան, որ ուտում եմ տաբուլե, մի հատ ցենց ամբերապացվում, ուրախանում եմ, որովհետև ինքը շատ ինչ-որ հանգստություն է պատճառում եւ համովություն ու թեթև է զգում։ Հիմա ես անհամբեր եմ, որ այս մեր եթերը վերջանա եւ իմ գործընկերների հետ վայելեմ այս համով տաբուլեն, դուք էլ պատրաստեք եւ ձեր ընտանիքների հետ վայելեք։ Վաղը կհանդիպենք։